որ ես հիմա կարդացի։ Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից կա որոշում կայացված երկու անձանց, մասնավորապես Մարտուն Գրիգորյանի որդու եւ հոր ձերբակալության վերաբերյալ։ Հիմա որոշումը կա, ծանոթացանք որոշումը, Մարտուն Գրիգորյանի հայրը Կամո Գրիգորյանը այս պահին բանը չի գտնվում, տեղեկացրել ենք իրեն, որ ոստիկանությունն իրեն պիտի ձերբակալի, ձերբակալման որոշում կա, հայրը գալիս արդեն այստեղ, որպեսզի ներկայանա ոստիկանությանը։ Դե գործը որդին էստեղ է, փոխը կանգնած է։ Գործը վերաբերվում է ընդհանրյալ ինչ որ նախընտրական քարոզչության ընթացքում ինչ որ խոստումներ տալու, ինչ որ ընտրակաշառքներ բաժանելու, այսինքն որոշումներից հստակ չի, թե կոնկրետ ինչ փաստական հանգամանքին է վերաբերվում, ընդհանուր ձևակերպումներ են, դրա վերաբերյալ երկուսն էլ այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեն եւ նրանց նկատմամբ 24 ժամյա ռեժիմով ձերբակալման որոշում է կայացվել, որպեսզի տանեն դատարան կալանքի հարցը լուծելու համար, այսինքն կալանավորման նպատակով ձերբակալություն։ Որոշել են այդքան խիստ անեն, հիմա արդեն ձերբակալումը իրականացնեն, դրանից հետո ընթացքում կհասկանանք, եթե կալանավորման իջնորդություն կներկայացվի, արդեն դատարանում կալանքի հարցի։ Պարոն Բաբան, խոսքը այն ձայնագրության մասին է, որ տարածվել է այսօր։ Տեսեք, այս որոշման այնտեղ ինչ որ այսքան տեսանյութ է, որտեղ ձայնագրություն կար, որ ինչ որ մարդիկ խոսում են։ Ես գալուց, հասկացա, ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը։ Մարտուն Գրիգորյանի այս գործը։ Ես գալուց լսել եմ այդ տեսագրությունը, այդ տեսագրությունից ակնհայտ կարող եմ ասել, որ եւ տեսագրությունից եւ հաղորդագրությունից որ տարածվել է Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ ոչինչ չկա։ Բայց հաշվի առնելով, որ այս որոշման մեջ չկան մանրամասներ փաստական տվյալների վերաբերյալ, թե ով ինչ է արել, այլ ընդհանուր ձևակերպումներ են, այս իմաստով կարող ենք ասել, որ այո, վերաբերվում է այդ վարույթին, որի վերաբերյալ այսօր տարածվել է հաղորդագրությունը։ Ինչու եմ հարցնում, որովհետև Մարտուն Գրիգորյանը քիչ առաջ մեծ զրույցում ասաց, որ ինքը ձայնագրության հետ կապ չունի, ոչ մեկին չի ճանաչում այդ ձայները ծանոթ, եւ իրեն վերագրում են ինչ-որ շիպինի գործ, որ որոշ ժամանակ առաջ, ընդդեմ կարծես նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ իր թաղամասում շիվինելուց է։ Տեսեք, շատ լավ, 2 կամ 3 օր առաջ ինչ-որ դիտորդներ, անկախ դիտորդներ, եթե չեմ սխալվում, նաեւ Դանիել, այդտեղ ուրիշ մարդիկ էլ կային սակուսեն, կային ինչ-որ իշխանության հետ շատ համագործակցված տեսահոլովակ են հրապարակում, տեսահոլովակ են վերցնում Մարտուն Գրիգորյանի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակը, որտեղ կա Մարտուն Գրիգորյանի կյանքում կատարած աշխատանքներից դրվագություն։ Մարտուն Գրիգորյանը գյումրեցի, ինքը շատ Գաուսանից Գյումրիում որոշակի աշխատանքներ է կատարում, այդ թվում այդ կադրը կա, որը ավելի վաղ արվել, քանապես ընտրությունների հետ կապ չունեցող։ Եվ սինխրոնիզացված այս իշխանության հետ այդ դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացնում դատախազին ենթադրյալ քրեական անցանք կատարված լինելու արդիվ վարույթ նախաձեռնելու համար։ Դե շատ լավ օրիթափ դատախազությունն ու հակակոռուպցիոն կոմիտեն էլ օգտվել են արդից վարույթը նախաձեռնել են անձանց վերաբերյալ մեղադրական քրեական հետապնդում հարուցելու որոշումները կայացրել են, ձերբակալման որոշումը կայացրել են, հիմա էլ ուզում են կալանքի հասցնել։ Այս պահին չունեմ տվյալ, որ խոզարություններ տեղի ունեցած լինեն, հիմա տեղյակ եմ, որ բոլոր գրասենյակները այս պահին շրջապատված են ոստիկանական ծառայողների կողմից, հիմա հերթով կայցելեն կհասկանան որտեղ։ Իսկ հիմա ինչ է կատարվում, այստեղ քննիչներն են, կարծես ոստիկանության աշխատակիցներ են, որոնք իրականացնում են ձերբակալման որոշման պահանջները։